Լուր կանգնած եմ գետափին ու նայում եմ կարոտով հայրենական իմ հողին, ինձնից զատված մի գետով։ Մի ծիտ պոկվեց թփուտից, կտրեց կապույտը գետի, գնաց, թողած հոգուս մեջ, որ մուքումներ կարոտի։ Կարոտը ու ընդվզում իրար են խառնվում, մեջդ կռիվ, մեջդ պայքար, որ ամեն աստծո օր արթնանում է քեզ հետ ու քեզ հետ քուն մտնում։ Ախուրյանն այսպես անկախ իր կամքից ջրբաժան դարձավ։ Ինչքան էլ ալիքվեց միևնույն է, ստիպողաբար մի սահման գծեց։ Սահման դարձավ հայոց կիսված հողի համար։ Փշալարից այն կողմ Կարսն է, Անին, այս ափին մեր գյուղը, ավանը մեր, որ կոչվում է Իսահակյան։ Շիրակի մարզում է իմ գյուղը, Ախուրյանի ջրամբարի ափին։ Ստացվել է այնպես, որ ջրամբարը ճակատագրական դեր է ունեցել ոչ միայն մեր, այլև շրջակա մի քանի գյուղերի համար։ Իսահակյանը իմ գյուղն է, իմ ծննդավայրը, փրված Ախուրյանի ափին, Արագածի հայացքի ներքո, մեր դիմաց Կարսի մարզն է, հայ-թուրքական սահմանը, սահման մեր ու մեր միջև, ինչպես ասում ենք։ Գյուղը նախկինում կոչվել է Ղազարապատ եւ գտնվել է ջրամբարի տարածքում, ճիշտ ներկայիս գյուղի դիմաց։ Այստեղ է գտնվել նաեւ Իսահակյանի մորական պապի ջրաղացը եւ Իսահակյանը մանկության տարիներին հայ մեծանուն բանաստեղծը իր մանկության տարիները շատ է անցկացրել Իսահակյան գյուղում։ Հետագայում գյուղը ի պատիվ մեծանուն բանաստեղծի կոչվեց Իսահակյան։ Ղազարապատը որպես բնակավայր, որպես գյուղ ըստ էության հիմնադրվել է 1828-30 թվականներին Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո գյուղի հիմնադիրը համարվում է Ղազար Հարուրապետը, ով կռվել է Պասկևիչի բանակում, մասնակցել Երևանի ազատագրմանը եւ Երևանի բերդի ազատագրումից հետո որպես պարգևատրում Պասկևիչից ստացել է Ախուրյանի ափին մի հողակտոր, որտեղ էլ հիմնել է իր տունը։ Հողը բարեբեր է եղել, սևահող, գետը անցել է բնականաբար այդ տարածքով եւ բոստան մշակելու համար հողագործության զարգացման համար շատ նպաստավոր պայմաններ է եղել եւ այդ իսկ պատճառով հետագայում Ղազարի տան կողքին հայտնվել են ուրիշների տները եւ այդպես մեծանալով հիմնադրվել է գյուղ, որն էլ ի պատիվ Ղազար Հարուրապետի կոչվել է Ղազարապատ։ Բնակիչները հիմնականում եկել են Բասենի եւ Խնուսի շրջանից, գյուղի մեծ եւ հին տոհմերը համարվում են Մալխասենց տոհմը, Վարդանենց տոհմը, ինչեւ հիմա էլ գյուղի մեծ տոհմեն են համարում, հետագայում գյուղի բնակիչների շարքը համալրել են նաեւ այլ բնակավայրերից եկած մարդիկ, հատկապես երբ որ արդեն կառուցվել է նոր Իսահակյանը, ավանն է կառուցվել եւ իսկ ավանի կառուցումը սկսվել այն ժամանակ, երբ որ այս տարածքում հիմնվել է Ախուրյանի ջրամբարը, որը ոռոգում է, կյանք է պարգևում Արարատյան դաշտավայրին։ Ջրամբարն իրոք կյանք է պարգևում Արարատյան դաշտավայրին։ Միայն թե հենց գյուղի եւ գյուղացիների աչքը այս ջրից չի կտրվում։ Ասես չար կատակի պես մի բան եղած լինի։ Իսահակյան գյուղը, որ իր հողն ու տարածքներն է նվիրաբերել ջրամբարի կառուցմանը, մեղմ ասած ջրազուրկ է։ Գյուղին հատկացված 2214 հեկտար հողը ծարավ, ճաքճքած, ասես անապատ լինի, ուր հիմնական բուսականությունը փուշն ու տատասկն է։ Բասախիղճ է, ավելին, խմելու ջուրն էլ 3 օրը մեկ անգամ 2 ժամով է լինում։ Դե խեղճ գյուղացի, այդ 2 ժամում հասցրու այնքան ջուր կուտակել, որ կարողանաս եւս 3 օր եւ տնամերձը ջրել, եւ կենցաղային հարցերդ հոգալ, եւ անասունդ ջրել, եւ որ մեկն ասես։ Խոստումներ շատ են եղել, սակայն խոսքն այդպես էլ գործ չի դարձել։ Ասվել է ու մոռացվել։ Գյուղապետն ինչ կասի։ Խմելու ջրի համար բազմից հարցը բարձրացվել է։ Մենք ուզում ենք երկրորդ հիմա խորքային հորից ենք սնվում մենք ջուրը։ Գյուղը սնվում է խորքային ջրից, 120 մետր խորության վրա ջուրը դուրս է գալիս ու պաշխում է թաղերով։ Բնականը չի բավականացնում մի խորքային հորը։ Մենք ուզում ենք երկրորդ խորքային հորը հորատենք։ Հետո գտանք, որ ավելի կարելի է մեծ ծրագրով ջուրը բերել, Ղազանչիկ կոչվող Ղազանչիկ գյուղ կաների ջուրը գալիս է, հասել է հիմա ջուրը մինչև Մորալիկ գնում է Կուսանա մեր տարածքը,
Հուսանայից մնում է, որ ծրագիր կա, որ հասնի մինչև Անի կայարան։ Քննարկվել է հարցը, փող մարզպետի հետ, փող վարչապետի հետ մենք Անի կայարանում ես վերջում մի երկու շաբաթ առաջ ունեցել ենք հանդիպում, այդ հարցը բարձրացվել է մարզպետի ներկայությամբ։ Հիմա ծրագիրը արդեն մտել է կառավարություն, որ այստեղ խողովակների փոփոխման հարց կա, գյուղի տարածքում 3 կիլոմետր երկարությամբ եւ մեր գյուղից են կողմ նորից գյուղեր կա մի 10 գյուղ, որ գյուղի մտա միջև Անի կայարան։ Հույսով ենք, որ այդ ծրագիրը որնի ջրի հարց կմելու չլինի։ Հույսով սպասենք, գուցե մի բան դուրս գա, համ էլ սպասելուն կարծես սովորել ենք։ Իսկ ահա մեր հարևան Գագիկը երևի հույսը կորցրած մի օր բահը ձեռքն առավ ու որոշեց իր բակում ջուր գտնել։ Մենակ առանց որևէ մեկի օգնության սկսեց փորել։ Հողը հսկայական քարերը իր ձեռքերով դուրս բերել։ Համառորեն մի քանի ամիս շարունակ փորել ու մեկ էլ զգաց, որ ոտքերը թրջվեցին։ Ջուրը երևաց ու այսպես հաջողությամբ պսակվեց մեր Գագիկի փորձարկումը։ Ջուրն ապերախ չգտնվեց, եկավ, հոսեց ու կյանք պարգևեց պապակ հողին, այգուն, հարևաններին։ Ափսոս հիմա Գագիկը տանը չէ, սար է գնացել։ Նրա հայրիկին լսենք։ Գյուղում ջուր չկար, ստիպված տղես փորեց, որը, որ ստիպված էինք, որ անասուններին չկար, մեզ չկար, 3 օրը մեկ ջուր էին տալը մեզ ժամը, այն է ջուրը չէր կալը մեզի, ստիպված փորեց տղես, փորեց, 35 մետր փորեց, ջուրը ելավ, սաղ տեղացիկ ու աղցել էին, որ աշեմ, մենակ ինքը փորեց, աշեմ, մենակ է փորել, իրես, սաղսում էին հալալ էր կագոյի, տղես, անունը կագոյ էր, ու ուզում էր հավեժական շարժի չինես ինքը, իրես, այսոնք սա աշե քանատոր, որ հավեժական երեցինք, բայց կամած աշխատավ, ու ասպես է ինքը կնաց հոպան, էսպանա, Ռուսաստան կնաց ու այդպես է հետերի քանդ, Հեմի ջուրը ընդիր ջուր է կալում, մենակ սեզոնային կդրոն պաքսում է, հերուքի դես չկան պոստան ենք տերես չերով, կանանչի, մանանչի սաղ է կա։ Մենք էլ չենք հավատում, ես միշտ խոսում էի վերին, թե մի զուր տանջրում ես, ընչ ես տանջրում, ջուր չի ելնի, սմեջ պդի ենկան փորը մինչև ջուրը ելնի, ու այդ կանել փորեց, սաղ մեննակ, մեկ եղբարն է օգնե, սենք հերն էլ է օգնե, հարևանները մեկ, հորողպոր երեխեքը, բայց թե լրիվ ինքն է, ձերկով, լրիվ ձերկով, ընդեղ ներկևը փորում էր, ելնում վերևից հողը մաքրում էր, ձերնին ամեն ինչ կալում է, ամեն ինչ, լույս այդպես բան չկա, որ ձերնից չգա, էլ խոլ էր սարկել, ամեն ինչ, հմել տներն է, քանդե որ ձևափոխի սա։ Ջուր ունեցող կինը մեր Գագիկի մայրը կարող է իրեն ճոխություններ թույլ տալ, ասենք բուրդ լվանալ։ Տնամերձում էլ լավ բերք է աճեցրել, շուտով պահածոներ էլ կպատրաստի, հյուրեր շատ է ունենում, բա չհյուրասիրի։ Իսկ ընդհանրապես մերոնք շատ հյուրընկալ մարդիկ են։ Տուն մտնողին մինչև չհյուրասիրեն բաց չեն թողնի։ Ինչպես օրինակ մեր Եփրաքսիատատը, որ ճիշտ է այնքան փայլուն առողջություն չունի, բայց տան ճաշը որպես կանոն ինքը պիտի պատրաստի։ Հիմա էլ մեր կողմերին հատուկ փոխինդրն է շաղախում։ Ամեն ինչ տնից է, ցորենն էլ, յուղն էլ, կաթն էլ։ Ու եթե սրան գումարվի նաև այն մեծ հոգին, որ ներդնում է, կստացվի համեղ, սննդարար ու անմահական կերակուր, որով կատակ բան է, 4 զավակ ու 10 թուռ է մեծացրել։ Խփում եմ Ազիջան, որ լավ խաշիլ եղն։ Իմ թորներիս իրար ճաշն է, այո, սիրում եմ։ Առողջարար խաշիլ է։ Խաշիլը արդեն պատրաստ է։ Յուղը լսնեմ, Էրնու ջանը։ Յուղի յուղ է, անարատ, լավ։ Հետո հիմա խմբով հավաքվինք, բոլորը սեղանի շուրջ կուտենք, անուշ կանենք։ Ես էլ կատն եմ բերել։ Տպավորություն չստեղծվի, թե Եփրաքսիատատը միայն փոխինդով է կերակրել իր տնեցիներին։ Նրա եփած սովորական ձվածեղն էլ ուրիշ համ ունի։
Հավաստում են բոլորը, հատկապես Հարսը, Մարինեն, ու շտապում դեպի թոնրատուն, լավաշ թխելու։ Ջան, լավաշ թխելը սովորել եմ փոքր տարիքից իմ մամայիցս։ Իմ մամաս որ լավաշ կթխեր, ինքը կքծեր կպատատի վրա, ես կզարգեի շուրթը, կսեր, ես թխեցի փրկվա, մե մնացիր դու։ Այդպես է, ինչի՞ չէ, լավ է, եկել եմ Հարսը մեկ ամուսնացել եմ, մեծ ընտանիք ենք եղել, արել եմ, բոլորն արել եմ։ Թխել եմ լավաշ Կեսար եմ ունեցե, կիսուր եմ ունեցե, տեկր, տեկերգին, բոլորի համար թխել եմ, փոքր Հարսն եմ եղել տան։ Շատ լավ համերաշխ ապրել ենք, բաժանվել ենք, գնացել են, հիմա էլ արդեն ես տղա եմ ամուսնացել, Հարս ունիմ, թոռ ունիմ, սիգել իմ հարևանույսը։ Մենք իրար հետ միասին լավաշնանում թխում ենք, լավաշը մի հոգու գործ չի։ Շատ համերաշխ իրար ընտանիքներով մոդիկ ենք, շատ լավ ենք, ես իրան լավաշն եմ թխում, ինքը իմ հացն է գրդնգում, պես օգնում ենք մեկս մեկիս, Ազիզ ջան։ Ինչ որ բաներ չեմ գիտեցես, կեսուր սերե ժամանակին, ես իմ հարևանուց եմ սովորել։ Նույն լավաշի խմորից հատուկ նպատակով մի այլ տեսակի հացել է թխում Մարինեն։ Սիկ հնուց եկած բլուտ է, որը կոչվում է ճմուր։ Անարատ յուղը լցնում է սամանի մեջը, բայց պիտի սիկ պարդադիր անես լավաշը թխելու օրը, որովհետև սիկ տակ բոկոն պիտի եղնի, թնդրից հանած բոկոնը, ահան սա բոկոնը, խնդրեմ ձեզ։ Ու պիտի մանես կդրադես բոկոնը լցնես յուղի մեջը։ Յուղի մեջը ինքը պիտի մանես կդրադրես լցնես, մինչև ինքան, որ յուղը իրան ճանը քաշե, մեջը քաշե, որ համով լինի։ Առաջներում իմ կեսարս էր պատմում, ինքը աշխատել է բրիգադիր կոլխոզին, ասում է, տադիգները թխում, անում էին ես լավաշ թխում էին, ճմուր էին սարկում, բերում էին ժողովրդին, աշխատող ժողովուրդը կսե, աշխատող ժողովուրդը երգութիկ այդ ճմուրը կուդեր, սաղորը կաշխադեր կսե։ Իսկ հիմա ասում են տնական յուղը լավ բան չէ, չէ Ազիզ ջան, տնական աշխատողներին առաջ խաշիլ են տվել յուղը, որ կրնանան աշխատին։ Ու համով է, խնդրեմ, կարակ արդեն ուդեք ես ճմուրը։ Հասմիկը շտապում է, տանն էլ գործեր ունի երեխաներ, ամուսին, ահա եւ ամուսին Արմենը ու նրա ամենասիրելի զբաղմունքը, նաեւ բիզնեսը։ Մի քիչ անսովոր գործ է հատկապես գյուղի համար, սակայն մարդը ապրելու այս ճանապարհն է ընտրել։ Շների տարբեր տեսակներ է բազմացնում, վաճառում ու իր տունը պահում։ Փոքրուց 9 տարեկանից սիրել եմ, պահել եմ։ Այսօրվա դրությամբ պաշտպանում եմ, մեր հայկական կամպրն ունեմ, Կովկազ ունեմ, Ազիատ ունեմ և Ֆոքստերեր ունեմ, որսի, շուն։ Դրանցով ենք ապրում այսօր գոյատևում, անասունից հիմնական եկամուտ չկա, ես է մեր ապրուստի միջոցը։ Դե մարդիկ գիտեն, ճանաչում են, ասնանով ճանաչում, մեկը մյուսով իմանում են, գալիս են, վեկալում են։ Ստանում էլ Հայաստանից դուրս էլ, դուրս շատ, ասնանով դուրս են տանում, Հայաստանից դուրս։ Ամերիկայում ուղարկել եմ, շատ եմ ուղարկել, Ռուսաստան շատ եմ ուղարկել։ Դուբայ սպրոսկա ուզում են։ Ստե Հայաստանում ազիատներ են ուզում, ալաբայներ, մեծացող են։ Իսկ դրսից մեր հայերը ավելի շատ հայկական, Կովկազյան, ու ավելի շատ մեր հայկական ձևատեսակներն են նախընտրում։ Գազաններից պաշտպանելու կասեի, սարում ոշխաների հետ ման գալու, հայատը տունը, տիրոջը ավելի շատ հավատարիմ, այդ հատկությունները նկատել եմ ես մեր ձևատեսակին։
Արմենի շների ահից ոչ մի գայլ գյուղին մոտ անգամ չի գալիս, ասել է թե գյուղը վստահելի ձեռքերում է։ Առաջին հայացքից սարսափելի թվացող դուշմանը իրականում շատ բարի ու լսող շուն է։ Հավատացեք, հեշտ գործ չէ։ Ճիշտ սննդակարգ, հատուկ պատվաստումներ, դեղորայք, վարժանքներ, վարժեցում, հատուկ առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուրին։ Այսպիսի բաներ։ Մի խոսքով թթութան չի։ Մեր գյուղի հողերը հիմնականում բարձրաշենում են, որոնք Իսահակյանի վարչական տարածքի մեջ են ներառված։ Ցորեն, գարի, աշուրա են ցանում մարդիկ։ Ու թե եղանակները բարենպաստ են լինում, լավ էլ բերք է ստացվում։ Դες տարեսիկես մեր ցորենն է տարը, իմ հողից ցորեն է, սեփականաշնորհված։ Դες տարվա բերքից դժգոհ ենք կոենք։ Տարին դնապաստավոր էր, դե կառավարությունն էլ որոշ օգնություն սերմացուով օգնեց, դիզ վարելիտով, բարադանույթով լավ էր։ Քաղեցին հեկտարից 30-30 ցենտներ եւ տեղեր կար մարդկային 40 ցենտներ միջև քաղեցին։ Այս տարի գոհենք։ Սեփականաշնորհից կողմ մենք այս տևի բերք չենք ստացել։ Իհարկե, այսի առաջի տարիներ, որը սերմացու որակով էր, կլիման եք բարենպաստ էր, ստացանք, որը մենք կուզենք իշխանով ստանայինք։ Լավ էր։ Ապրանքափոխանակությունը մեր կողմերում ընդունված բան է։ Ցորենը, գարին, բանջարեղենով են փոխանակում։ Ասենք 1 կիլոգրամ գարին փոխում են նույնքան լոլիկի հետ։ Անասնապահությունն է զարգացած։ Կաթը հանձնում են, մի մասից պանիր են պատրաստում, վաճառում, թռչուն պահում։ Գյուղի տղամարդիկ հիմնականում երիտասարդները, մինչև ուշ աշուն արտագնա աշխատանքի են մեկնում, ու տան հոգսը կանանց ուսերին թողնում։ Կանայք էլ կարծես հաշտվել են այս կարգավիճակին, թեթև են տանում ժամանակավոր բաժանումը, երևի այն մեծ հույսով, այն մեծ սպասումով, որը սեր ու կարոտ անունն ունի։ Երկար, շատ երկար է սպասել մեր հարևան Մարգարիտան իր որդուն, ու հիմա էլ ազգ ու բարեկամին հարևաններին իր հարկի տակ է հավաքել, ուրախությունը, մատաղը կիսելու։ Այս մատաղը արել եմ փոքր տղայիս համար եւ շատ ուրախ եմ, որ հպարտ եմ, որ իմ զավակը հերոսաբար անվախ պաշտպանել է իր երկիրը եւ մտադիր է շարունակի իր ուսումը վայելնի ակադեմիայում, որից հետո ինքը գիտի իր ճանապարհը։ Իր որդիներով տան տղամարդը մկրտիչնել է հպատ, լավ զավակներ է մեծացրել, ազնիվ, պարտաճանաչ, հայրենասեր։ Նույն հարկի տակ նաև մեկ այլ արարողություն էր սպասվում։ Թորնիկի 1 տարին էր լրանում ու առաջին ատամներ երևացել։ Ուրեմն հատուկ արարողություն, ատամ հատիկ պիտի լիներ, ապագա մասնագիտության վիճակահանությամբ։ Պարզվեց, որ մեր պստիկը դերձակ պիտի դառնա, շատ պիտանի մասնագիտություն։ Այդպես կլինի, թե ոչ կարևոր չէ։ Կարևորը, որ առողջ բալիկներ ծնվեն, որ ավելանանք, շատանան։ Իսկ Մկրտիչ եւ Մարգարիտա Մկրտչյանները շուտով իրենց 7-րդ թորնիկի լույս աշխարհ գալուն են սպասում։ Հիմա մեր գյուղը 1176 բնակիչ ունի։ Աշխատող, ստեղծող, ազնիվ մարդիկ, ովքեր երբեք չեն կորցնում լավատեսությունը։ Ստեղծում, արարում են իրենց վաղվա հացը, որդիներ են մեծացնում, բանակ ճամփում, դիմավորում, հարսանիքներ անում, կնունք ու ծնունդ նշում։ Ավանդաբար ժառանգած ի վերուց ստացված այն մեծ լիցքով, ակնկալիքով, որը կոչվում է հայի ուժ։ Հայի ուժը հայի ոգին է։ Այն հայ երիտասարդության մտածելակերպն է։ Երբ որ կանգնում են սահմանին, նոր են զգում այդ հողը ինչ սրբություն է, քանի որդիների, քանի զավակների արյունը թափվել է հողի վրա, քանի սրբության արյունը թափվել։ Հայի ուժը հայի ոգին է։